Պարոն Մկրտչյան, օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսելով հնարավոր համախմբման մասին ասաց, որ նպատակի շուրջ այդպիսի համախմբումը հնարավոր է, բայց նշեց, որ լայն համախմբում չի կարող լինել մի քանի ուժերի միջև, որն է այդ նպատակը ձեր կարծիքով ու արդյոք այդ համախմբումը կարող է իր նպատակին ծառայել իրենց դիտանկյունից, եթե դիտարկենք իշխանափոխության իմաստով։ Նպատակը միութենական պետությունն է, գուբերնիան է, Պուտինի ոտքերը ավելի ջանասիրաբար լվանալ, ջուրը ավելի շատ խմելն է, էս է նպատակը, ինչ նպատակ։ Նպատակը Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ Ռուսաստանի Դաշնության ճիրանների տակ քաշելն է, Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելն է, հոկտեմբերի 27-ին վերադառնալն է, մարտի 1-ին վերադառնալն է, ապրիլի 12-ների կրկնությունն է, այս է նպատակը։ Ինչքանով կարող են հաջողել ձեր կարծիքով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքական առումով բավականին իմաստուն են եւ 2026 թվականի ընտրություններին էլ մնացել է շատ քիչ ժամանակ։ Խորհուրդ եմ տալիս դասականի օրինակով հանգիստ վերընկնեն իրենց տեղերը ու սպասեն իրենց հերթին։ Պարոն Մկրտչյան, իսկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան համախմբումը ինչքանով է հնարավոր հաշվի առնելով այս դաշտում միմյանց ուղղված մեղադրանքները պատգամավորների, իրենց սատարող ուժերի ու արդյոք այս իմպիչմենթի նախաձեռնությունը որոշակիորեն նաև Հայաստան դաշինքում տրամադրություններ շոշափելու համար չէ։ Գիտեք, ես զարմանում եմ լրագրողական հանրույթի վրա, որ վերջից կամ այս խեղկատակությունը բնութագրում է իմպիչմենտի գործընթաց կամ դրա խմորում։ Իրենք անունը այդպես են դրել։ Անունն ինչպես ուզում են դնել, դերակատարները դրա մեջ ներգրաված մարդիկ արդեն իսկ խոսում է շատ բանի մասին, մի պրոցեսի մեջ որ ներգրաված լինի իրեն կոմս հռչակած, քաղաքագետ, տնտեսագետ, ամենագետ, բայց վերջնարդյունքում տգետ Էդգար Ղազարյանը լինի, դե գիտեք, ամեն մի խեղկատակի չի, որ ես պատրաստվում եմ մեկնաբանել, այս պրոցեսը առհասարակ մեկնաբանման ենթակա չի։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ինչ-որ հակասության, ներեություն էլ, այս մարդիկ սիամական զույգեր են։ Դուք լուրջ հավատում եք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը բանը, այդպես հակասություններ ունի լրջագույն։ Ասենք Սերժ Սարգսյանը միութենական մաքսային միություն մեկ գիշերվա մեջ քարշ տված Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության դիրքերից հանդես եկող գործիչ է։ Դուք լուրջ մտածում եք, որ հոկտեմբերի 27-ով եւ մարտի 1-ով պատմական այս երկու դրվագներով իրար հետ կապված ֆիգուրները հակասություն կարող են ունենալ։ Դուք լուրջ Գյումրու ընտրություններից դասեր չեք քաղում եւ մտածում եք, որ այս բեմականացված ֆարսը իրականություն է, ինչքան ուզում են իրար վրա ցեղ շպրտեն, քաղաքական դաշտը փորձում են իրար մեջ բաժանել, գուբերնատորի աթոռի համար ավելի հարմար թեկնածուներ գտնել։ Սա է։ Լուրջ չէ նկա ձեր կարծիքով են հակասությունները, որ կան եւ մեղադրանքները, որ հնչում են։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ է, դա ավելի շատ քաղաքական դաշտը բևեռացնելու, քաղաքական դաշտը միմյանց միջև կիսելու փորձ է, Գյումրին դրա վառ օրինակ։ Այսինքն եթե պետք լինի 2026-ին Նիկոլ Փաշինյանին հեռացնել, այդ միավորումը ինչ դուք կասկածում եք, եթե պետք լինի Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ Ռուսաստանի Դաշնության տակ մցնելու, այս մարդիկ չեն վարանի, որովհետև գիտեք Գյումրին ես ինչու եմ անընդհատ շեշտում, մատնանշում, որովհետև Գյումրու ընտրություններին կար մի նախկինում սկզբունքային տեխնացու, որ մասնակցում էր այդ ընտրություններին, խոսքը Մարտոն Գրիգորյանին է վերաբերում, նրա ընտրողները վստահ էին, որ ում կմիանա Մարտոն Գրիգորյանը, բայց վստահաբար Վարդան Ղուկասյանին չի միանա, դրա համար գնացին եւ ձայն տվեցին, վերջնարդյունքը եղավ այն, որ կոմունիստ հավատացյալը միութենական պետության ջատագովը Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկման առարկա դարձնողը դարձավ քաղաքապետ։ Ոչ մի արտառոց բան չկա, խնդրում եմ մեր հայրենակիցներին էլ այս թեման չբորբոքել, անընդհատ վերցնել, չդնել, չշեղել, ոչ մի բան չկա, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան սիամական զույգը շախմատային լեզվով ասած ցուկ ցվանգի մեջ է եւ փորձում է իրավիճակից դուրս գալ։
Այդտեղ Ռուսաստանի մասով, քանի որ խոսեցիք, Ռոբերտ Քոչարյանի ելույթի մեծ մասը նվիրված էր այն դժգոհությանը, որ Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր են անում ընդդեմ Ռուսաստանի, ասում են դուք հիմար չեք գնում ակում քվեարկում եք ռուսական բանաձևի դեմ, դուք, չգիտեմ, ուկրաինացիներին էր նաև մեղադրում հոլիվուդյան աստղերին Ուկրաինա գնալու համար, մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի դրոշի համար էր նեղսրտել Ծիծեռնակաբերդում, ձեր կարծիքով մեզ համար խնդիր չէ, ընդհանրապես որ Հայաստան շահերը նրա համար ավելի ստորադաս են, քան Ռուսաստանինը։ Ոչ, մենք ունեցել ենք ոչ բարով մի նախագահ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի խայտառակ գործարք է կնքել գույք պարտքի դիմաց անունով։ Մենք ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում մի ոչ բարով նախագահ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը զուգարանի թուղթ է դարձրել, չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եկել Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է զավթել։ Մենք ունենք ոչ բարով մի երկրորդ նախագահ, որ Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելու կամ հրամանատվել կամ գոնե թե իր օրոքադա տեղի ունեցել։ Ինչ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելուց դեռ զարմանքով եք արտահայտում։ Մենք ի վերջո ունենք ոչ բարով մի նախագահ, որ աշխարհում երկու այդպիսի անձնավորություն կա, որ 2020 թվականի պատերազմի մեջ մեղադրում է Հայաստանին եւ հայերին, ընդգծում եմ սա հայերին, այդ մարդը հայերի եւ Հայաստանի մասին խոսում է երկրորդ, երրորդ, չորրորդ, չգիտեմ որ դեմքով, այն դեպքում որ չգիտեմ, գուցե Տեր-Պետրոսյանը ճիշտ էր եւ ալբանական արմատներ կա այս մարդու մոտ, դա է նրա մոտ խոսում, բայց զարմանում եք, որ այդ մարդը Ալիևին հաջորդելով մեղադրում է Հայաստանի Հանրապետությանն ու հայերին պատերազմը սանձազերծելու մեջ, մի զարմացեք։ Արձանագրական իշխանության կարելի ամեն մեղադրանք հնչեցնել, հա? Այդպես է ստացվում դաշտում։ Ոչ միայն ամեն մեղադրանք կարելի է հնչեցնել, ես մի փոքր այլ միտում եմ տեսնում, բացի այն, որ կարելի է ամեն մեղադրանք ափր-ցփր ժողովրդական լեզվով ասած հնչեցնել, Սերժ Սարգսյանական խոսույթով եւ բառաֆոնդով լեքսիկոնով եթե ասեմ էշ արտահայտել, այս մարդիկ նաեւ այլ գործելավոճ են ընտրել։ Վարդան Ղուկասյան նույն ինքը դոգի անհետացմանը կամ ձերբակալմանը զուգընթաց փորձում են Հայաստանի Հանրապետության ներսում չինական Վարդան Ղուկասյաններ բուծել եւ այդ տրամաբանությամբ առաջ գնալ, հաշվի առնելով, որ հայոյանքը, բռնությունը, ընտանիքներ ներխուժելը, մարդկանց անվան հետ խաղալը քաղաքական կապիտալ է ի վերջո դառնում։ Այստեղ էլ պետք է ասեմ, որ զգուշ եղեք, եթե Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներում էր եւ այդ արժե համակարգը կրող մարդիկ ուղղակի ֆիզիկական հնարավորություն չունեին ձեզ կամ նույն այդ անձնավորությանը հասնելու, ապա դուք Հայաստանի Հանրապետությունում եք ապրում։ Սա բնավ բռնության կոչ չի, սա բնավ բռնության արդարացում չի, բայց ամեն դեպքում սթափության հորդոր է, որ սթափվե։ Չի կարելի կարմիր գծերն անցնել քաղաքական առումով, ինչքան ուզեք բանավիճենք, որտեղ ուզեք բանավիճենք, տեսախցիկների առաջ։ Որ ֆորմատ ընտրեք, եկեք դիմեք կազմակերպեք, եկեք բանավիճենք, դասականի օրինակով էլ այս պատից են պատը տանք ձեզի, հարց չկա, բայց երբ որ այդ կարմիր գծերն անցնում եք, բարի եղեք պատասխան տալ, ու չփորձեք դա քաղաքական դաշտում գործելավոճ դարձնել, թույլ չենք տալու։ Մեսիջները ավելի շատ մեր հանրությանն էին ուղղված, թե Ռուսաստանին 26-ին ընդառաջ, հաշվի առնելով, որ միշտ Ռուսաստանը բոլոր հատկապես հետխորհրդային երկրներում ընտրությունների ժամանակ ունենում է Մոլդովայի օրինակը մենք պետք է վերցնենք, ես կարծում եմ այստեղ, եւ Մոլդովայի օրինակով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում այս քոչարյանասերժական խմբակները, ես էլ չեմ էլ ուզում խոսել Քոչարյան-Սարգսյան զույգի մասին, որովհետև ես համոզմունք ունեմ, որ 2026 թվականի ընտրություններին նրանք գնալու են ավելի պուպուշ դեմքերով, հանրությանը քիչ հայտնի դեմքերով, որպեսզի հնարավորինս կարողանան մոլորեցնել։ Այդ ընտրությունների ժամանակ ներգրավելու է, այո, ոչ իրենց դեպքով։ Այդ ընտրությունների ժամանակ ներգրավելու է գործիադրվելու սև գումարը, կասկածելի դրամաշրջանառության արդյունքում գործող լրատվամիջոցները, այս է պետք մեր հանրությանը բացատրել, այս հրա դեմը պետք է առնել, այստեղ իրավապահները պետք է գործի անցնեն։ Իրավապահ համակարգը կարծես թե մի ամորֆ
զանգվածի է վերածվել, որը ընդհանրապես արձագանքողի դերում է։ Այսինքն հայոյանքի, մարդկանց ընտանեկան արժեքները ոտնահարելու համար, երբ որ մի քանի դաստիարակչական ապտակ են ստանում ոմանք, իրավապահ համակարգը շատ արագ արձագանքում եւ հայտնվում է այդտեղ։ Այնինչ իրավապահ համակարգը պետք է դրա կանխարգելողը լինի, որպեսզի բանը դրան չհասնի։ Ունենք այնինչ ունենք, եթե մարդիկ մտածում են, որ այս խայտառակ մթնոլորտում այս մթնոլորտը պետքա խորացվի, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ իրար թշնամի դառնան քաղաքական հայացքների համար, ոմանք էլ պիտի քաղաքական հայացքների համար մարդկանց ընտանիքներն ու չգիտեմ նուրբ լարերի վրա խաղան, թիրախավորեն, հայհոյեն ու դա անպատիժ մնա, անպատասխան մնա, գլուխները պատին են տվել եւ չարաչար սխալվում են։ Եվ թող չխափնվեն եվրոպական ձգտումներին, թող չխափնվեն եվրոպական կողմնորոշմանը, եվրոպական հանդուրժողականությանը, բնավ թող չխափնվեն։ Մենք այս երկրում ապրում ենք, այս երկրում ապրել ենք, այս երկրում դաստիարակություն ենք ստացել եւ որևէ ենթամշակույթի կամ մշակույթի տիրույթում այս ամեն ինչը չի տեղավորվում։ Որևէ ենթամշակույթի կամ մշակույթի տիրույթում ընդգծում եմ, սա չի տեղավորվում։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հերթ է Ռուսաստանին ծառայելու համար քաղաքական գործիչների շրջանակներում եւ 26-ին էլ հավանաբար ավելի կմեծանա այդ հերթը, կլինեն ինչ-որ հատուկ գործիչներ, որոնց վրա Մոսկվան խաղադրույք կկատարի, թե առանձին բոլորի համար էլ կարող է Ես կարծում եմ Մոսկվա կատարված այս վերջին օրերի այցելությունները խոսում են նրա մասին, որ առնվազն գոնե թե այս ուժերը փորձում են Մոսկվայից եկող սպասվելիք այդ միլիոնավոր դոլարների սև գումարի իրենց փայը փախցնել, ժողովրդական լեզվով ասած, եւ Մոսկվան էլ մեծ հաշվով դեմ չի լինի։ Հաշվի առնելով Գյումրու ընտրությունների ֆենոմենը, ես կարծում եմ Մոսկվան եւս այդ սցենարի կողմնակիցն է եւ խաղադրույք կկատարի բոլորի վրա։ Ով ինչքանով հնարավորություն կունենա, հաջողություն կունենա, այդ հաջողությունը կարձանագրի ընտրություններից հետո էլ 26 թվականին եթե հնարավորություն լինի, ընդհանուր մեկ գաղափարի հիմար, այն է միութենական պետությունը եւ գուբերնիան, այս մարդիկ կհամախմբվեն, ինչի մասին է խոսքը։ Իսկ մեր ազգի համար սա դժբախտություն չէ, որ այսքան իրադարձություններից հետո ինչ Ռուսաստանը բերեց հայ ժողովրդի գլխին։ Մեր ազգի համար դժբախտություն է, որ 2018 թվականից հետո 7 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զբաղված են ամեն ինչով, բացի երկրում արդարություն եւ արդարադատություն հաստատելով, բացի երկրում նախկինին քաղաքական եւ իրավական գնահատական տալուց, ամեն ինչով զբաղված է այս իշխանությունը, բացի այդ ամեն ինչից։ Այդ դժբախտությունն է, որ մարդիկ 2018 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանին 100,000-ներով մերժում էին եւ քաղաքական աղբանոցն էին նետում, այս իշխանության գործուն անգործության կամ գործուն ջանքերի արդյունքում Սերժ Սարգսյան քաղաքական դիակը վերածվեց քաղաքական գործոնի, Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակը վերածվեց քաղաքական գործոնի։ Դժբախտությունը դրանում է կայանում։ Այդ է դժբախտությունը։ Նկատի ունեմ, որ մենք այս ռուսի ստրուկ հոգեբանությամբ շարունակում ենք։ Ես չէի ասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքում, գլխում շատ բան է փոխվել 2020 թվականի իրադարձություններից հետո, 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո եւ այստեղ մեր հայրենակիցներին պետք չի այդ դաշտի մեջ տեղավորել, որովհետև առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ ավելի ռադիկալ է, շատ ավելի ադեկվատ է, քան գործող իշխանությունը եւ քաղաքական դաշտի դերակատարները։ Օրինակ կլինի այդ գիտակցությունը ձեր կարծիքով, որ ընտրելով Արտուր Վանեցյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին մենք կամայից ռուսական իշխանության այսպես ջատագովն ենք դառնում, բերում ենք այդ իշխանության։ Ես կարծում եմ, եթե մենք չնպաստենք դրան առնվազն իմպիչմենտի գործընթացի նման խեղկատակություններին ուշադրություն չդարձնենք եւ թողնենք լուսանցքում իրենց լրատվամիջոցների վարձու սպասարկուների հետ միասին, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացին սա կիմանա։ Իհարկե պետք է խոսել սրա մասին, պետք է մարդկանց բացատրել ինչա տեղի ունենում, բայց հավաստիացնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ հասկանում է ինչա իր շուրջ տեղի ունենում։ Իդեպ կա տեղեկություն, որ այս իմպիչմենթի նման նախաձեռնություններ անընդհատ լինելու են մինչև 26-ը լոկալ սադրանքների։ Հիմա ինչ են ասում, չգիտեմ դուք ուշադրություն դարձրել եք այդ նախաձեռնության անվանմանը վրա, թե ոչ, կար մի ժամանակ, որ ասում էին լաու զարթնիչ։
Ահա։ Հիմա լավուն եկել կանգնել, ասում ես արթնել եմ, արթուն ենք։ Լավ էլի, ինչի մասին է խոսքը։ Նկատի ունեմ, որ այսպես փոքր նախաձեռնություններով քաոտիկ միջավայր Ինչ ստեղծեն քաոտիկ միջավայր։ Հավաքվում են իրանք իրանց տնեցիքի հետ, իրանց հարևաններից մի քանիսի հետ գնում են ազգային ժողով, օգտվում են իրանց ընձեռված սահմանադրական իրավունքից, նամակ են հղում ազգային ժողովի падգամավորներին, իրենք իրենցով հավաքվում, խոսում, ասում, հերթական անգամ խեղկատակի պիտակ իրենց ճակատին են դաջում ու գնում են տուն։ Ինչի մասին է խոսքը։ Դուք լուրջ մտածում եք, որ սա պրոցես է, կամ այս ամեն ինչը կարելի է պրոցես կոչել, դե լավ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։